Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է, միամսյակն է մեր նոր արարությունների խոհարարական եւ ուզում ենք այստեղից ձեզ նաեւ տալ, մատուցել լավ տրամադրություն եւ ջերմ մթնոլորտ։ Բարեկամներ, այս ամբողջի նաեւ համահեղինակ է այսօր մեր հյուրը, իսկ մեր հյուրն է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Զվարթ Գասպարյանն, Ազնավուր ռեստորանի ավագ խոհարար։ Ողջույն Զվարթ։ Ինչպե՞ս ես։ Լավ, շնորհակալ։ Շատ ուրախ եմ քեզ տեսնելու համար։ Ինչ նորարարությունով ես ներկայացել այսօր։ Այսօր պետք է պատրաստենք նրբահամ ձուկ։ Նրբահամ ձուկ։ Ձուկը կփաշազատենք։ Ձուկն է, այն պետք է տապակենք, խմորապատենք, հետո տապակենք։ Իսկ որպես խավարդ կօգտագործենք տարբեր տեսակի չրեր։ Շատ լավ։ Շատ լավ, այստեղ ես տեսնում եմ շաքրանագույն շաքարավազ, նռան հատիկներ, մրգերի տապակելու համար է դա, կոճապղպեղ, այո, բաստուրմա դնելու համար ձուկը։ Լավ, ինչից սկսենք, ձու եմ տեսնում այստեղ։ Դա խմորապատման համար է։ Լեզոնապատման։ Այո։ Շատ լավ, գնացինք, ինչով օգնենք։ Ինչով օգնեմ ես։ Ես պետք է խնդրեմ, որ դու սրանք փշազատես։ Ես էլ մինչև այդ կպատրաստեմ լեզոնը։ Շատ լավ։ Գործերը ինչպես են ընթանում գործերը։ Շատ լավ։ Լեզոնը պետք է պատրաստենք միայն սպիտակուցով եւ կրախմալով։ Ու մի փոքր այն համեմունքներից, որը որ կհամեմենք ձուկը, որով կհամեմենք ձուկը։ Այն համեմունքներից, որոնցով համեմելու ենք ձուկը։ Իսկ ինչով ենք համեմելու։ Ձուկը կհամեմենք կոճապղպեղով, մի փոքր սխտոր կանենք, աղ, սև բիբար։ Սխտորի փոշի, թե սխտոր։ Սխտոր։ Լեզոն ես պատրաստում։ Այո։ Ես արդեն համարյա թե վերջացրի։ Ես էլ։ Հուսով եմ գլուխը հարկավոր չի փշազատել։ Ոչ էլ պոչը։ Մի քիչ կոճապղպեղ կավելացնեմ, մի քիչ աղ, աղավներ։ Մի քիչ սև պղպեղ։ Ուրեմն ինչ արեցինք, ալյուր, սպիտակուց, Կրախմալ, ալյուր չեմ արել, վերցրել եմ սպիտակուցը և կրախմալը, ու մի փոքրիկ ջուր եմ ավելացրել վրան, մի փոքր։ Ստանալու ենք մի քիչ մածուցիկ զանգված, որպեսզի լեզոնը գեղեցիկ ստացվի։ Սա այսպես։ Վերջ։ Համեմելու համար։ Միացնենք, որ տապակը տաքանա։ Ձուկը չենք համեմելու աղով։ Համեմենք աղով, պղպեղով, սխտորով և կոճապղպեղով։ Աղ, պղպեղ, սև, կարմիր, Մի փոքր կարելի է։ Եվ կոճապղպեղ։ և կոճապղպեղ։ Հիմա տեղափոխենք ափսեի մեջ, շրջենք, սխտորը ներսի կողմից կանենք, չէ՞։ Այո։ Ինչ կարծիք ես։ Միևնույն է համը կտա։ Միևնույն է համը ստացվի։ Սխտոր կտրատենք մի քիչ։
Համեմենք մի Մի փոքր քիչ էլ աղով, այստեղից։ Էս, եւ լիմոնի հյութ։ Մի քիչ էլ որ քամենք վրան, լավ։ այո, իմբիր, կոճապղպեղ եւ կիտրոնը քամենք։ Ես ձեթը մի փոքր լցնեմ տապակի մեջ տապակելու համար։ Այսպես համեմեցինք, նորից հիշեցնենք, աղ-պղպեղ, կոճապղպեղ, սխտոր մի քիչ եւ կիտրոնի հյութ։ Որ տապակի մեջ պիտի տապակենք, Ես ձեթ։ սա վերջում կմիացնենք։ Հիմա լեզոնապատում ենք եւ տապակում, չէ՞։ Այո, ես ես մի երկու փուշն էլ հանեմ։ Այսպես։ Բայց դեռ տապակը լավ չի տաքացել, տաքանա։ Այո։ Կարող ենք ամբողջը տեղադրել լեզոնի մեջ, չէ՞։ Այո։ Եվ տապակերուստը խավարտավորելու ենք, խավարտը Այո, բնական մթերքներից, չրերից։ Չրերից պետք է անենք, Շատ չրերով։ աբրես։ Նրանք կստանան կիսաքաղցր ու թթվաշ համ։ Եվ կեղև կունենա, թեթևակի, չէ՞։ Այո։ Շատ լավ։ Ուզում եմ իմանալ ինչու հատկապես միամսյակ եք որոշել։ Այսինքն միանսամես դու չես կարողանում տեղավորվել, այնքան նորություններ են։ Չէ, նորությունների համար չէ։ Միամսյակը ինչի կապակցությամբ է։ Միամսյակը կանանց միամսյակի հետ կապված։ Բայց ինչի միամսյակ։ Դե Այդ եթե միամսյակի համար չեմ հասկանում։ Եթե պահանջը լինի, մենք կարող ենք երկարաձգել եւ ամիսը դարձնել։ Սեթրակ ջան, դու անընդհատ պտույտ ես կատարում իմ ասածի շուրջ։ Ես ասում եմ ինչի համար միամսյակ։ Միամսյակ, որ այդ ամիսը ներդիտողները Միամսյակ չի, ես կասեի կանանց տոնը մի տարվա բոլոր ամիսներին է, միամսյակ չի։ կանանց տոնը հենց Ինչու եք- 10 օր է որ չենք նշում միայն։ 355 օր նշում ենք կանանց Այո։ տոն։ Իսկ դուք միամսյակ եք որոշել, դրա համար եմ ասում։ Այս մեր միջոցառումը, որ կոչվում է նոր արարությունների միամսյակ, կանանց միամսյակի հետ կապ չունի։ Կապ չունի։ Ոչ։ Ահա։ Այսինքն նորից ասացիք կանանց միամսյակ, բայց կանանց միամսյակ չկա։ Այո, կանանցը կա տարի, ամբողջ շուրջ տարի, կանանց տոնն է, պիտի փառաբանենք կանանց։ Կապակվեց Այո, ձուկը, Զվարճան, մեր ափսեն վերցնենք մատուցման։ մատուցման ափսեն վերցնենք։ Սա վերցնեմ, մյուս տապակը դնենք տաքանա։ Շերերի համար մի քիչ թուլացնենք, չէ՞։ Այո, Նորից հիշեցնենք, թե ինչ իրականացրինք մենք։ Ձուկը փշազատեցինք, համեմեցինք աղով պղպեղով, կոճապղպեղով եւ սխտորով, այնուհետեւ պատրաստեցինք լեզոն ձվի սպիտակուցից եւ կրախմալից։ այո։ Տեսնում եք ինչ դրա պատճառով է, որ ինքը շատ խմորի տեսք չունի, ինքը շատ նուրբ լեզոն է դառնում։ Այո։ Միայն սպիտակուցով եւ կրախմալով։ Եվ խրթան է դառնում նաեւ։ Այո, թե, այո։ շորանում է։ Եվ հիմա կպատրաստենք նաեւ խավարտը։ Ակամայից հիշեցի խորհրդային տարիները, երբ որ հինգշաբթի օրերը պարտադիր պիտի ձուկ պատրաստեինք։ Խնդրեմ ձեթը։ Շատ քիչ ձեթով, հա, տապակենք Այո։ չրերը։ Մենք ունենք ծիրանի, տարբեր չրեր։ այո, թզի, խնձորի, ծիրանի, սև սալորաչիր։ Մի փոքր էլ չամիչ կլցնենք։ Արանքները։ Այո, Եվ կստացվի ձուկը չրերով։ բայց այն կունենա
միայն քաղցր համ չի լինի, մենք լիմոն էլ կօգտագործենք, կունենա Կիտրոն տապակելու ընթացքում։ քաղցր թթվաշ համ։ Մի փոքր էլ չամիջ։ Վերջ։ Ձեթ չարժի երևի, որ շատ դնել, հա, որ իրենք համեղ տապակվեն։ Այո, ընդհանրապես շիրը հարկավոր է շատ քիչ տապակել, որովհետև շատ զգայուն է ջերմային ռեժիմի նկատմամբ, շատ շուտ կարող ենք հակառակ էֆեկտը ստանալ, շատ շուտ է տապակել։ Ես մի քիչ այսպես օկից կավելացնեմ։ Շագանակագույն շաքարավազը, Այո։ կիտրոնի հյութը, Կարծում եմ համեղ կլինի, չէ՞։ ես վստահ եմ, որ շատ յուրահատուկ համ պիտի ունենա չլերա։ Եվ վերջ։ Զգացիք բույրը սետրակ։ Այ այսպես։ Այսպես։ Թարմ նանայով կարծում եմ չլերը։ Եվ ոչ ավելի շատ, հա։ Այսպես։ Ես չգիտեմ ինչի այսպես որոշեցի։ Շատ լավ ես որոշ։ Շատ լավ ապրես դու, Զվարճան, խնդրում եմ ասելիքդ։ Մի փոքր էլ քնջուց անենք մրգերի վրա։ Եվ վերջ։ Եվ խնդրեմ ասելիքդ մեր հեռուստադիտողներին, ինչ կցանկանաս։ Յուրաքանչյուր հայ քրիստոնյայի համար կարծես պետք է պատերազմ լինի, հա, նրա հոգում ամեն օր։ Պատերազմի զենքերն էլ որն են։ Արդարությունը, ներողամտությունը, ներելու հատկությունը եւ նման բոլոր այն հատկությունները, որ պետք է հարիր լինեն մեզ։ Բարիությունը, որը որ մի քիչ ավելի քիչ է նկատվում։ Ուզում եմ, որ մի քիչ բարիանանք, մեր օրը լցնենք գեղեցիկ ժպիտներով, Շատ ու լավ։ ամեն ինչ լավ կլինի։ Շատ շնորհակալություն բարեկամներ, իհարկե զենք եթե կա, ապա անպայման առաջին նպատակը պիտի լինի հաղթանակը։ Ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն եմ ուզում հայտնել Զվարթին եւ ինչպես որ ցանկանում է բոլորին, թող ինքն այդպես հենց ինչպեսին կա բարի, համեստ եւ ընկերասեր, այդպես է շարունակի իր հետագա կյանքը։ Շնորհակալություն, ապրես դու, ապրես Զվարճան։ Բարեկամներ, կերակուրը հարկավոր է մատուցել 65-70 աստիճան ջերմության, լայն ժպիտով եւ հետը հարկավոր է մատուցել սպիտակ անապակ հայկական որակով գինի։ Այսքանն ենք պատրաստել այսօրվա համար, լինենք առողջ եւ ողջամիտ, ազգ սիրենք ու հայրենիք եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Նորահամ ձուկ, ձուկ 1 կիլոգրամ, չրեղեն 50 գրամ, ձվի սպիտակուց 2 հատ, սխտոր 1 բջեղ, կոճապղպեղ, շաքարավազ, լիմոնի հյութ, քնջութ, կրախմալ, կարմիր եւ սև պղպեղ, աղ, բարեախորժակ։